Շատ կարևոր է, որ ճիշտ ձևակերպենք այն համագործակցությունը, որը տեղի ունենում մշակութային գիտական հաստատությունների եւ մասնավոր հատվածի մեջ, ցավոք սրտի տարիներ շարունակ այս գաղափարը վարկաբեկվել է, որովհետեւ բարերարությունը նկատվել է կամ գիտակցվել է իբրև կոպիտ ասած շաբաշտալու պես մի բան, բարերարության դիմաց միշտ ակնկալվել է ինչ-որ մի բան, առնվազն քաղաքական համակրանքներ, քաղաքական դիվիդենտներ, եւ մենք երբեք որևէ մեր գործընկերոջից փող չենք ուզում։ Մենք ընդհանրապես պատմում ենք մեր երազանքների մասին, եւ սա շատ թանկ բան է։ Գիտեք, աշխարհում շատ փող կա, շատ։ Մենք ինքներս էլ չենք պատկերացնում, թե ինչքան փող կա, կամ վատ կիրառվող, կամ չկիրառվող։ Ամենաբարդ խնդիրը գործընկերների հետ աշխատելու մոտիվացիա գտնելն է, մոտիվացնելը մարդկանց։ JTI որպես ընկերություն շատ չի խոսում կամ շատ չի սիրում խոսել իր այն բանի մասին, որը ինքը անում է։ Անցած տարի պարզապես 10 ամյակներ մեր համագործակցության եւ պարոն Խզմալյանի հետ երբ տարվա սկիզբ հանդիպեցինք, նախաձեռնություն եղավ, որ եկեք ինչ-որ ձև այդ առիթը օգտագործենք եւ նշենք այն լավ գործեն, որը դուք իրականացրել եք 10 տարվա ընթացքում։ Եվ կարծում գաղտնիք չի լինի ասելու, որ անգամ մեր ընկերության ներսում շատ մարդկանց համար, որտեղ բնականաբար գիտեն, հաջողություն ենք մատենադարան ենք, բայց դրա հետևում ինչ է կանգնած, շատերի համար ու կարծում գուցե մի փոքր դաժան ամորֆ էր թվում, ոնց է այդ համագործակցությունը, ինչն է։ Ու շատ տպավորիչ էր, երբ որ իրականում դու գալիս ես եւ տեսնում ես, որ հա, այսինչ աշխատությունները, այսինչ գրքերը հրապարակվել են մեր ընկերության օժանդակությամբ, դա իսկապես ոգևորիչ է։ Մենք շատ բծախնդիր ենք մեր գործընկերների ընտրության առումով եւ առհասարակ, եթե վերցնենք JTI գլոբալ մակարդակով եւ կտեսնենք, որ մենք շատ հանրահայտ մշակութային հաստատությունների, թանգարանների հետ ենք համագործակցություն, դա լինի Էրմիտաժը, դա լինի Լա Սկալան, Լուվրը, Մատենադարանը, ինչպես նշվեց, եւ մեզ համար ոնց որ ընկերության ներսում այդ ինստիտուցիոնալ հիշողությունը եւ ինստիտուցիոնալ հենքը ունենալը նաեւ պրոյեկտվում է մեր երկրի վրա, որտեղ մենք փնտրում ենք կապեր ձևավորել, որոնք կլինեն շարունակական։ Երբ խոսում էինք, թե որքանով է կարևոր մեկենասությունը պայմանական թանգարանի համար, այս պարագայում մատենադարանի համար, եւ այսպես կարծրատիպային ընկալում կա, որ միշտ այսպես օգուտ քաղում է մշակութային հաստատություն։ Իրականում այդպես չէ, որովհետեւ մեծ բրենդների համար, որոնք գործ ունեն ժառանգության հետ, մշակութային երկխոսության մաս լինելը դա եւս շատ կարևոր ոչ նյութական ակտիվ է։ Եվ մեծ բրենդները աշխատում են եւ ձգտում են արժեքահեն համագործակցություն ունենալ մատենադարանի հետ, մյուս թանգարանների հետ։ Սա շատ կարևոր է, որովհետեւ ի վերջո դու կարող ես դիցուկ կրկնօրինակել լավագույն պայուսակը եւ դու էլ ունենալ լավագույն պայուսակի արտադրանք։ Դու կարող ես կրկնօրինակել մեկ այլ արտադրանք եւ միգուցե հաջողես, բայց երբեք չես կարող կրկնօրինակել այդ մշակութահեն շղարշը, այդ անգլերեն շատ գեղեցիկ բառ կա legacy, որ թարգմանում ենք ժառանգություն, բայց իմաստային երանգները կորում են, դու երբեք չես կարողանա կրկնօրինակել տվյալ բրենդի այդ մշակութահեն, արժեքահեն շղարշը։ Հենդերսոն ընկերության DNK-ի մեջ այսպես ասած եւ մշակույթ, կրթություն, երաժշտություն եւ հայկական արժեքների ժառանգություն եւ նոր արժեքների ստեղծում